Լավ է, որ թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարությունը մի քանի տարվա մշակումներից հետո ի վերջո պատրաստ է։ Իհարկե վատ է, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Պաշտպանության նիստի ժամանակ մասնակցեի քննարկմանը, որովհետև բազմաթիվ դիտարկումներ ունեի այդ ռազմավարության մասով։ Ես չգիտեմ ինչի թույլ չեք տվել, պարոն Քոչարյան։ Բայց վստահաբար դեռ առիթներ կունենանք մանրակրկիտ անդրադառնալու այդ ռազմավարությանը, որովհետև բազմաթիվ ես դիտարկումներ ունեմ դրա հետ կապված։ Ես հիմա ուզում եմ անդրադառնալ ամենազգայուն, բայց ամենաթրենդային դարձած թեմային։ Դա անչափահասների կողմից, բարձրների աշակերտների կողմից թմրանյութեր օգտագործելու հանգամանքի, երբեմն այդ հանգամանքը ուռճացնելու կամ իրավիճակը ոչ այդքան ճիշտ ներկայացնելու մասին է խոսքը։ Եվ ինձ մոտ տպավորություն է, որ դուք եք ընկել այդ թրենդի մեջ եւ ուզում եք պայքար մղել մի երևույթի դեմ, որը գուցե այդքան մեծ չի, որքան որ օրինակ թմրանյութերի տարածվածությունը ուժային կառույցներում օրինակ կամ օրինակ ժամանցի վայրերում, որտեղ իրավապահ մարմինների մուտքը մի շատ հայտնի դեպքից հետո շատ կոնկրետ արգելվել է եւ ես գիտեմ, որ նույն ոստիկանության աշխատողները խուսափում են մտնել ժամանցի վայրեր, որտեղ հիմնականում իրացվում են թմրանյութերը։ Չեմ հիշում, ԿՊԱ-կան պատգամավորներից մեկն էլ ասել էր, որ մի հարսանիքի տեղ գնաք, այնտեղ նարկոտիկներ կան։ Հիմա բոլորը պայքարում են անչափահասների կողմից թմրանյութեր օգտագործելու դեմ։ Լավ եք անում, շատ լավ եք անում, բայց սա այնքան զգայուն թեմա է, որ սխալ մոտեցումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Հիմա դուք ասում եք, որ ուզում եք կամ կամավորության սկզբունքով կամ պարտադիր թեստավորում իրականացնել։ Խոսքը թմրանյութերի սկրինինգ թեստերի մասին է, եթե ես ճիշտ եմ հասկացել։ Եկեք դիտարկենք երկու սցենարներն էլ։ Կամավորության սկզբունքով։ Եթե կամավորության սկզբունքով եք ցանկանում, որևէ ծնող չի պատրաստվում իր երեխային դնել այդ ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր զոհասեղանին, որովհետև եթե ինքը ցանկանա ստուգել, արդյոք իր երեխան օգտագործել է թմրանյութ թե չէ, ինքը ոչ պետության կարիք ունի, ոչ ձեր կարիք ունի, ոչ էլ որևէ այլ երրորդ անձի կարիք ունի։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ սրա տրամաբանությունը։ Երբ որ ես նախագիծ էի ներկայացրել, որ ուժային իրավապահ համակարգում ծառայողները պատահականության սկզբունքով տարեկան 2 անգամ թմրաթեստ հանձնեն, նաև ձեր կառույցի կողմից մենք նաև առիթ ենք ունեցել փակ քննարկման ժամանակ այս հարցը քննարկել, դուք նաև ակնարկում եք, որ պետք չի մարդուն պոտենցիալ թմրանյութ օգտագործող դիտարկել։ Հիմա եթե ուժային իրավապահ կառույցի աշխատողին մենք փորձում ենք ապահովագրել եւ ասում ենք, որ ճիշտ չի այս մեխանիզմը օգտագործել այդ մարդու նկատմամբ, ով անմիջականորեն առնչվում է այդ նյութերին, գործի բերումով եւ այլն, այսինքն ավելի պոտենցիալ օգտագործող է, քան անչափահասը։ Հիմա այս մի սկզբունքը դուք իրավապահ ուժային կառույցի աշխատողի դեպքում ասում եք, այդքան էլ ճիշտ մոտեցում չի, բայց դիտարկում եք անչափահասների շրջանում այս մոտեցման կիրառման հավանականությունը։ Խնդրում եմ մանրամասնեք ինչ կամավորության մասին է խոսքը, պարտադիրության մասին։ Դուք ունեք հաշվարկներ, թե մենք նախ ինձ հետաքրքիր է, թե որ դասարանների համար է նախատեսված, եթե կամավորության սկզբունքով է, քանի աշակերտ է, քանի այսինքն անչափահաս է, այդ պարտադիրությունը ոնց է իրացվելու, ոնց է պաշտպանվելու երեխայի անձնական տվյալները, ոնց է ինքը պաշտպանվելու հասարակությունից, հետագայում բուլինգին չենթարկվելու եւ այլն։ Այսինքն այնքան բազմաշերտ են այս հարցերը, որ մենք մի ամբողջ 3 օր կարող ենք այս ամեն ինչը քննարկել եւ միևնույն է չստանանք բոլոր հարցերի պատասխանները։ Ինչ է նշանակում նաեւ խնդրում եմ բացատրեք պարտադիրության սկզբունքով այդ թեստավորումը եւ ես կարծում եմ, որ պետքա ոչ թե պայքարել հետևանքի դեմ անչափահասների կողմից թմրանյութեր օգտագործելու դեպքում, իսկ այդ խնդիրը կա։ Ես չգիտեմ խնդրի չափսերը որքան են, բայց որ այդ խնդիրը կա, այո, այդ խնդիրը կա։ Ոչ թե պետքա պայքարել պատճառների դեմ, այլ պետքա
կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Եթե մեծահասակների շրջանում կանխարգելիչ աշխատանքները գուցե այդքան արդյունավետ չլինեն, ապա վստահաբար այդ սեգմենտի համար շատ ավելի արդյունավետ կարող են լինել եւ ես կարծում եմ, որ դուք կարող եք շեշտադրումը դրա վրա դնել եւ ոչ թե թեստավորման։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, ես կարծում եմ, որ այն գիսատ մնացած փակ քննարկումը կարող է ինչ-որ պահ գտնենք եւ մենք շարունակենք դա, որտեղ հարցերի մի զգալի մասը ոնց որ թե կիսատ մնացած խնդրի շարունակականությանն էր վերաբերվում եւ այդտեղ Տիկին Խամոյան կարող ենք եւ ձեռնարկել այդպիսի միջոցառում, շարունակություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, դուք չասեցիք այնպիսի մի բան, որը իմ ասածների մեջ չէր տեղավորվում, կամ ԱԺ հարց ու պատասխանի շրջանակներում իմ հնչեցված արձագանքների մեջ չէր տեղավորվում։ Դուք ուղղակի կրկնեցիք ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ իմ հնչեցրած միտքը, եթե ես ճիշտ եմ հիշում, պարոն Վահագն Ալեքսանյանին ուղղված էր իմ պատասխանը։ Երբ որ ես նշեցի, որ անչափահասների հանցավորության շրջանակներում մեր թիվը ճիշտ է վիճակագրական առումով մինչև 10-ի շուրջ է պտտվում, բայց այն աղմուկը, որ անընդհատ կա, մեզ լրիվ ուրիշ խոսակցության տեղ է տանում եւ ուռճացված են ավելի շատ անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերի մասով մեր խոսույթները, հա, այսպես ասեմ, քան թե իրական պատկերը կա։ Միևնույն ժամանակ ասել եմ, եթե նույնիսկ մի անչափահաս օգտագործում է թմրամիջոց, սա պետության համար ազդակ է։ Ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է ավելի շատ կանխարգելիչ աշխատանքները մեր թիրախում լինեն եւ ռազմավարության տեքստը հենց այս տրամաբանությունն է նաեւ դնում, որ կանխարգելում պայքար, անչափահասների հետ կապված օգտակար զբաղվածության ապահովում, ծնողների հետ աշխատանք, համայնքի հետ աշխատանք, արդեն իսկ օգտագործածին ճիշտ ցիկլով բուժման process-ի մեջ ներգրավում, սոցիալական վերականգնում եւ այսպես շարունակ։ Այսինքն այս ռազմավարությունը առաջին անգամ թեմային անդրադառնում է իր բոլոր ասպեկտներով, որ բոլոր հարցերի պատասխանները կարողանանք ունենալ։ Ինչ վերաբերում է ուժային կառույցների թմրամիջոցի օգտագործմանը, իմ փաստարկը եղել է այո, այն, որ մենք պոտենցիալ, եթե ասենք բոլորը տարեկան 2 անգամ հանձնում եք թեստավորում, այո, կարող է տպավորություն լինել, որ բոլորը ավտոմատ օգտագործում են թմրամիջոց ուժային կառույցների շրջանակներում։ Ես ասել եմ, եկեք տարին մի անգամ նախատեսենք եւ եթե կա ղեկավարի կասկածը, որ իր աշխատակիցը օգտագործում է թմրամիջոց, ապա նախարարի հանձնարարականով կարող է նորից ստուգում կազմակերպել։ Եվ եթե հիմա մենք սա համադրենք նաև մեր ատեստացիոն process-ի հետ, կնկատենք, որ բավական ակտիվ այս հետազոտություններն իրականացվում են եւ իմ ձեռքի տակ կա նաեւ թիվ, որ 2024 թվականի կտրվածքով միայն 24 թվականի կտրվածքով միայն 17 ծառայող ազատվել է ծառայությունից հենց այս հիմքով եւ 2025 թվականի առաջին ամիսների կտրվածքով այս թիվը արդեն հասնում է 10-ի։ Ես առաջիկայում ազգային ժողով եմ բերելու ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ իմ հենց այս մատնանշած սկզբունքը կա։ Տարվա կտրվածքով մեկ անգամ պարտադիր եւ ցանկացած պահի, եթե ղեկավարը գտնում է, որ կա կասկած, որ իր աշխատակիցը օգտագործում է թմրամիջոց կամ, չգիտեմ, ստուգողական արդյունքում նմանատիպ բան է պարզվում։ Սրան գումարած, երբ որ մենք խոսում ենք այո ՊՊՑ-ի մասին, խոսում ենք քրեակատարողական ծառայության մասին, մնացյալի մասով, արդեն գալիս է պետության ողջամիտ արձագանքը առ այն, որ շատ լավ, տարին 2 անգամ, 3 անգամ, 5 անգամ, մի անգամ կապ չունի թվականակը։ Այդ խմբակազմով ռեսուրս մենք ունենք իրականացնելու, թե ոչ, փաստարկը եղել է ընթացիկ քննարկումների դա միայն եւ չգիտեմ հետո քննարկումները շարունակվել են թե ոչ, առնվազն ես հետագա քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ պատեհ պահն է նաեւ շարունակելու այս քննարկումը, որովհետեւ ռազմավարությունը, որը վաղը կհաստատվի, բաց դաշտ է նախատեսում այս առումով եւ հստակ նախատեսում է, որ հատկապես հանրային ծառայության անցած անձինք պիտի որևէ խողովակով ստուգման ենթարկվեն։ Միասին կորոշենք, թե հաճախականությունը որպես այդպեսին որը կարող է լինել։ Միգուցե ուժային կառույցների դեպքում այլ լինի, սովորական այլ ծառայությունների դեպքում, հանրային ծառայությունների դեպքում այլ լինի եւ այսպես շարունակ։ Այսինքն չկա վերջնական ինչ-որ միտեղ ֆիքսված, գրված որևէ մեխանիզմ, որ մենք ասենք, որ այդ մեխանիզմը չի աշխատում կամ չգիտեմ, եկեք ռևերս անենք ինչ-որ մի բան եւ այլն եւ այլն։ Ռազմավարությունը նախատեսում է միտք, կքննարկենք միասին, միևնույն է, ինչ էլ որ քննարկենք, դա գալու է ազգային ժողովի տիրույթ, որովհետեւ մենք միջամտում ենք մարդու կյանքին, կա որոշակի միջամտություն, որը էլի օրենքով ենք նախատեսելու։ Իսկ ինչ վերաբերում է թմրամիջոցի
տեստինգին կամավոր թե պարտադիր, տեսեք պարոն Նազարյանը ասում է եկեք պարտադիր անենք։ Ես ասում եմ եկեք քննարկենք կամավոր, դուք ասում եք չեմ հասկանում ձեր երկուսի ասածը, ինչի պարտադիր, ինչի կամավոր։ Կամավոր մի կարճ բովանդակությունը բացեմ, շատ չծավալվեմ, նա է նշանակում, որ մենք կարող ենք ունենալ դպրոցականների շրջանում աշակերտների լիստ եւ ծնողները կարող են կամավորության սկզբունքով հայտ ներկայացրել իրենց երեխայի թեստավորման մասով եւ պիտի պահպանվի խստիվ գաղտնիությունը տվյալների, որ ծնողը հասկանա, թե իր երեխայի մոտ ինչ է կատարվում։ Եվ սա էլի լուծումներից մեկն է, որը ամբողջ աշխարհում կիրառվում է։ Միգուցե մենք գանք այն մտքին, որ Հայաստանի Հանրապետությունում սա չի աշխատում։ Բայց եթե մենք նաև զուգահեռ Տիկին Խամոյան, ես ամեն դեպքում այդ նոտան նկատեցի, որ եկեք չկենտրոնանանք անչափահասների այդ հետևանքի վրա, ավելի շատ կանխարգելման վրա կենտրոնանանք, եթե մենք անդադ մենակ կանխարգելման վրա կենտրոնացանք, տարիներ շարունակ նույն process ունենալու ենք, որտեղ այն կանխարգելիչ գործիքակազմը, որը պետությունը կարա ունենա, էլի գնալու է կրթություն, էլի գնալու ենք առողջապահություն, էլի գնալու ենք սոցիալական ոլորտ, էլի գնալու ենք զբաղվածություն, որը որ կարճաժամկետում չի կարող տալ այն արդյունքը, որ մենք ասենք շատ լավ, մի ամիս սպասենք կամ կես տարի սպասենք, ոչ մի բան չանենք անչափահասների թեմայով, 6 ամիս հետո ինչ որ մի բան կփոխվի կանենք։ Դրանք բոլորը երկարաժամկետում արդյունք տվող process-ներ են։ Չենք կարող ուշադրություն չդարձնել այդ բլոկին եւ գնալ առաջ։ Շատ կարճ է սխանը, որտեվ իրականում համաձայն է, որ օրերի քննարկման Շատ կարճ եթե Չէ, խնդրում եմ, էլի եթե կարճ 2 րոպե արձագանք եմ կարճ։ Տիկին Սարգսյան 10 րոպե հարց տվեց։ Ներողություն եմ խնդրում, բայց կարևոր հարց է։ Ես բան չասեցի, բայց պայմանավորեցինք, որ այս հարցը եթե կիսատ է մնացել, նաև դուք եք առաջի քննարկումը Հիմա ես այսքան ժամանակ կխոսեի։ Խնդրեմ։ Տիկին Սարգսյան, նախ ես չեմ դիտել ձեր եւ Վահագն Ալեքսանյանի հարց ու պատասխանը, չգիտեմ ինչ եք ասել, բայց ես արձանագրում եմ, որ դուք այստեղ խոսելով թեմայի մասին ինքներդ հակասում եք ձեզ։ Երբ որ դուք մերժում եք ուժային իրավապահ կառույցում թմրաթեստի հանձնումը տարեկան պատականության սկզբունքով 2 անգամ, բայց էլի ոչինչ, լավ է, որ ձեր տարբերակն եք բերելու եւ ձեր տարբերակին հավանություն կտան իշխանությունները։ Ես ասում եմ, երբ որ դուք քննարկում եք անչափահասների կողմից սկրինինգ թեստերի հանձնումը կամավորության կլինի պարտադիրության սկզբունքով, այդ խնդրին հասնելուց առաջ նախ պետք է սկսել ձեզանից նկատի ունեմ ձեր կառույցից, իրավապահ ուժային կառույցներից։ Դա ամենակարևոր արձանագրումն է։ Իսկ կանխարգելման եւ հետևանքների վերացման մասով Հայաստանի Հանրապետությունում կանխարգելման ինստիտուտ գոյություն չունի։ Գալիչկայի համար մի քանի հայտարարություն կամ մի քանի հաղորդագրություն ու մի քանի տեսանյութ կարող է տարածեն, չտարածեն։ Դա է կանխարգելում Հայաստանի Հանրապետությունում։ Դրա մասին էր խոսքը։ Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնեմ Տիկին նախարար, որ կառավարությունում մենք ռազմավարության դրույթներ ենք քննարկել այս թեմայով եւ մենք ունենք հստակ առաջնահերթությունները քայլերի հաջորդականության։ Հիմա դրա մասին չենք խոսում, բայց Տիկին Խամոյանի ասածը վերաբերվում է այդ դրույթների այն ասպեկտին, որը որ կիսատամանացել այստեղ։ Իսկ կառավարության ռազմավարությունը կանխել ընդհանրապես թմրամիջոցների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն դա լուրջ ավելի ծրագրի մի իրողություն է, որի հետ մենք պետք է առնչվենք եւ օր առաջ պետք է առնչվենք։